Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում ՓՄԶ ասոցիացիայի Հարկեր Թուրքեր կրքեր հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Ավագյանն եմ, Փոքր միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ։ Այսօր շատ հարգարժան հյուր ունենք, պարոն Դավիթ Անանյան, ով հենց մեր այս հաղորդման տրամաբանության ներքո, այսինքն հարկերի մասով շատ մեծ անցած ուղի ունի պրոֆեսիոնալ։ Պարոն Անանյանը 16-18 թվականներին եղել է ֆինանսների փոխնախարար, 18-ից 20 թվականներին եղել է հարկային պետական եկամուտների կոմիտեի նախագահ, մինչ այդ ես մի քիչ առաջ նախազրույցին իմացա, որ 92-ից 2000 թվականները նաև հենց հարկային տեսչությունում է աշխատել, տեսուչից մինչև բաժնի պետ ու շատ մեծ փորձել ունի պարոն Անանյանը հենց մասնավոր հատվածում, այսինքն աուդիտորական ու փորձագիտական։ Ողջույն պարոն Անանյան։ Բարև։ Նախ շատ շնորհակալ եմ, որ ձեր բազմազբաղ գրաֆիկում տեղ գտաք մեր հաղորդմանը հյուր գալու համար։ Մենք փորձենք այս կարճ ժամանակահատվածում որոշակի ուզենք թե չուզենք հարկային քաղաքականությունների եւ վարչարությունների մասին խոսենք, բայց ելնելով մեր հաղորդման տրամաբանությունից խնդրեմ ձեզ մի քիչ ավելի փոքր միջին բիզնեսին հուզող հարցերին անդրադարձ անենք եւ սպասելիքները եւ այսօրվա արկա իրավիճակին, եթե կարող եք գնահատական տալ։ Մինչ մեր հանդիպումը, պարոն Անանյան, ես ամեն դեպքում նայեցի այս փուլում հարկային պետական եկամուտների կոմիտեի, այսպես ասած, հաշվետվությունները գործառնական մասով իրանց ու առաջի երկու երամսյակի ընթացքում ըստ հաշվետվության արվել էր 152 թեմատիկ ընդհանուր համալիր ստուգում եւ թեմատիկ ստուգումները 2682 Բնականաբար սրա մեջ գերակշռող մասը հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ, կիրառության կանոնների նկատմամբ ստուգումներն են, բայց ինձ մի հատ թիվ աչք զարնեց, որ շարունակում է պետական եկամուտների կոմիտեի դեմ բերված բողոքները, որոնք տենց էլի ընդհանուր, եթե նայենք գանգատարկման հանձնաժողով, դատարան դիմաց հայցադիմումներով 2112-ն են այս նույն ժամանակաշրջան։ Այսինքն պարզ թվաբանական տոկոսայնությամբ եթե հանենք, մոտ 74%-ը բողոքարկվում է։ Ձեր փորձով սա նորմալ պրակտիկա է, ինչա կատարվում։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ձեր հարցի պատասխանը իրականում ընդհանուր, եթե նայում եք ժամանակագրական առումով, դուք ասեք նորմալ է թե նորմալ չի, ասեմ, որ ոչ թե նորմալ է, այլ ընդունված պրակտիկա է։ Այսինքն այդպես բերելը գիտեմ նորմալ է։ Ի նկատի հարաբերակցությունն էլ ոնց որ թե միշտ վերջին տարիներին, համենայն դեպս վերջի 15 տարվա փորձը եթե վերցնենք, թվային համամասնությունները գրեթե նույնն են, իհարկե տարբեր տեղեկատվական առումով թվերը տարբեր են, բայց համամասնությունները գրեթե նույնն են, որովհետև մի դեպքում հարկային համալիր ստուգումների մասին է խոսքը, որը որ հիմնականում ստուգման պլանում ներառված կազմակերպությունների մասին է խոսքը, այդտեղ հիմնականում գրեթե մեծամասնությունը միջին ու խոշոր կազմակերպություններն են, իսկ 2000-ից ավել թեմատիկ ստուգումները, որ դուք մատնանշեցիք, դա արդեն ավելի շատ ՓՄԿ-ին կամ ՓՄԶ-ին վերաբերող ստուգումներն են, դրանք ընթացիկ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող թեմատիկ ստուգումներն են եւ ինչպես դուք արդարացիորեն ասացիք, դա ՀԴՄ-ներին վերաբերող ստուգումներն են։ Բողոքների թիվն էլ գրեթե կարելի ասել էլի համամասնական առումով գրեթե նույնն է, որովհետեւ հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնելու թե հարկային օրենսդրության տեսանկյունից, քաղաքականության իրագործման տեսանկյունից եւ վարչարարական առումով գործիքը կազմի առումով այդտեղ փաստաթղթավորումը, դրա ամփոփումը, ստուգում իրականացնելը, դրանք այդ ամեն ինչը որոշակիորեն խնդրահարույց դրույթներ կան իրավական, օրենսդրական, որը որ հնարավորություն է տալիս տնտեսավարողներին պայքարելու իրենց իրավունքների համար։ Անկախ նրանից արդարացիորեն է այդ ՀԴՄ-ի խախտումը արձանագրվել, թե չէ։ Հիմա իրականում մի քիչ այդ ՀԴՄ-ի խախտումը ընդհանրապես կհիշեք նորից, որ խոսեցինք նույն օրինակ այդ դրոշմապիտակները, որ հիմա այս նոր այդ հետագծելիությունը ինչ-որ չափազանց շատ հետագծելիություն է փորձում ապահովել ներկա քաղաքականությունը,
երբեմն ես չեմ արդարացնում այն որ ասենք հասույթ թաքցնել այդ մասը չէ, բայց երբեմն ավելի շատ հանդիպում են հենց բաները, տեխնիկական սխալները, ասենք ծրագրային խափանումները, չգիտեմ, այսինքն ոչ միտումնավոր հարկերից խուսափման մասը, ու այս վերջերս մեր նախորդ հաղորդմանն էլ անդրադարձ արեցինք դրան, լսում ենք բիզնեսներից այդ այսպես ասած այդ համակարգիչների արգրավում, չգիտեմ ինչ որ այդ նոր մշակույթը դուք երկար տարվա փորձ ունեք էլի, օրինակ ես այն անգամ Պարոն Թադևոսյանն էր ստեղ հյուր, ես ասում եմ, ես հիշում եմ, որ տենց դեպքեր այն ժամանակ լինում էր տենց որպես կանոն միջին ու խոշոր բիզնեսների մոտ, որոնց մոտ բառից բուն իմաստով օպերատիվ գործողություններ արվում եւ պետք էր արագ ինչ որ բաներ անեն, որ ինֆորմացիա չկորի եւ այլն, էլի։ Բայց եթե հիմա համեմատում ենք sense ավելի շատ թվային գործիքները, չէ, տարեստարի ավելի ուժեղանում է տեղեկատվական բազան հարկային մարմինների, ասենք հիմա դեպքերն ասում են գարսենք, ասում են տանկ քեզ ինչա պետք մեր այս հաշվապահական ծրագրերից տանկ, միևնույնն է վերջում տանում են, ասում են, չեն կարողանում անել նույնիսկ այդ բան։ Ինչի է այդ պրակտիկան հիմա նորից վերականգնում ու ելի շեշտեմ, որ ինձ մտահոգում է, որ դա արդեն հանդիպում է նաև գերփոքր բիզնեսների մոտ, այսինքն մոտավորապես 100-150 միլիոն շրջանառություն ունեցողների մոտ։ Տեսեք, այստեղ տրամաբանություն կա, այդ էվալյուցիայի բառից վատ իմաստով, որովհետև հարկային հավաքագրումները կամ բյուջեի եկամուտների ապահովումը ինքը մշտական գործընթաց է, որը ունի իր գործիքակազմը, բացի դրանից դրան պետք է նպաստի նաև տնտեսական միջավայրը։ Երբ որ տնտեսական միջավայրը կամ տնտեսությունը բավարար չափի չի զարգանում կամ զարգանում է ոչ որակական առումով, կառուցվածքային առումով, բայց հարկահավաքագրման բաները, պլանները, այսպես ասած, կամ նախանշված ցուցանիշները մնում են անփոփոխ եւ իրենք պետք է որոշակի աճ գրանցեն տարի տարվա նկատմամբ, ապա հարկային վարչարությունը ստիպված դառնում ավելի կոշտ, ավելի խիստ։ Եթե սրան նաեւ գումարենք ընդհանուր երկրում տիրող իրավիճակը, որը կապված է նաեւ քաղաքական անկայունության հետ, շատ դեպքերում հարկային հավաքագրման հետ կապված օպերատիվ հետախուզական գործընթացները կարող են այդպիսի կանխավարկած կամ ենթավարկած ունենանք, որ նաև որոշակիորեն ժամանակի պահանջով էլ կարող են նաև դրդապատճառներ լինել։ Այսինքն կա մի կողմից այդպիսի պահանջ, որը տնտեսական է, հարկահավաքագրման գործընթացի վարչարարությունը պետք է իրականացվի շատ ավելի կոշտ, որպեսզի ծրագրավորված ցուցանիշներն ապահովեն, նաև կարող են պայմանավորված լինել երկրում տիրող այս ներքին միջավայրի եւ ներքին այս տրամադրությունների հետ։ Անանյան, այսինքն եթե տենց մի քիչ ավելի ամփոփեմ այս կտորը, ստացվում է, որ մեր պոտենցիալը, այսինքն տնտեսական ու բանի այնքան չի, ինչքան խոստացել ենք, որ մենք փող կունենանք մեր ընդհանուր բյուջեում, այսինքն երկիրը համեմատենք էլի մեր մեծ ընտանիքին, հա, մենք խոստացել ենք, մեր ընտանիքի ղեկավարները խոստացել են, որ այսքան փող պետք է հավաքենք, բայց մեր պոտենցիալը այդքան չի, մենք հիմա ուզած-չուզած այդ խոստումը ուզում ենք անենք անկախ մեր պոտենցիալի աճից։ Այստեղ գալիս է այն հարցերի հարցը, իսկ ով պետք է մտածի պոտենցիալի աճման մասին, այստեղ արդեն գալիս է մեր դաշտը, այսինքն փոքր ու միջին բիզնեսի զարգացման, ընդհանրապես տնտեսական զարգացման, այսինքն էկոնոմիկայի դաշտը։ Էկոնոմիկայի նախարարության գործառույթը, որը պետք է բալանսավորի սա, այսինքն ասի սպասեք զարգացնենք տնտեսությունը, նոր վերցրեք ձեր փայ, այսպես ասած հարկը, ճիշտ եմ։ Բնականաբար շատ ճիշտ դրեցիք տեղերը, հիմա մի քիչ էլ հետ գնանք, խոսենք տնտեսական քաղաքականություն, տեսեք, տնտեսական քաղաքականություն եւ դրա հատույթը սրեզ ասածը, ռուսները լավ բառ ունեն, հատույթը դա մակրոտնտեսական քաղաքականությունն է, դրանից հետո էլ գալիս է հարկային քաղաքականությունը եւ այլ եւ այլ։ Այսինքն տրամաբանական շարունակություն կա։ Երբ որ տնտեսական քաղաքականություն գրեթե չկա, այսինքն չի վարվում այդ քաղաքականությունը, բարիս իրական իմաստով, բարիս այն իմաստով, որը որ տնտեսագետները, մակրոտնտեսագետները պատկերացնում են, եւ դրանից հետո մակրոտնտեսական
հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունները իրենք լոկալ իրենց խնդիրներն են լուծում եւ հարկային քաղաքականությունները լոկալ իր խնդիրն են լուծում, այսինքն չկա ազդակ տնտեսական քաղաքականությունից դեպի հարկաբյուջետային քաղաքականություն, հարկաբյուջետային քաղաքականությունից չկա ազդակ դեպի հարկային քաղաքականություն։ Հետևաբար հարկային քաղաքականության նպատակը, եթե տնտեսությունը իրեն ազդակներ չի տվել, թե ինչպիսի կառուցվածք է պատկերացնում եւ այդ կառուցվածքը սպասարկելու համար ինչպիսի հարկման դաշտ պետք է լինի, եթե ինքը ազդակներ չի տալիս, չգիտի, այսինքն չի ասում, հարկաբյուջետային քաղաքականությունը մնում է իր ֆիսկալ կանոնների շրջանակում, այսինքն բյուջեի հետ կապված կապիտալ ծախսեր, ընթացիկ ծախսեր կատարելու համար ինձ պետք է այսքան հավաքագրում եւ իջեցվում է հարկային քաղաքականությունը իր նպատակը։ Հարկային քաղաքականությունը երբ որ մնում է միայնակ, երբ որ իրեն չեն տալիս, այսպես ասած, ծրագրային նպատակներ, իր նպատակը լինում է միայն ֆիսկալ։ Եվ ասում եմ լավ, եթե այդպես է, եթե օրինակ հարկաբյուջետային քաղաքականությամբ որոշվել է, որ ես օրինակ հնայի այսքան տոկոսը պետք է ապահովեմ, հարկահավաքագրում, ապա ես կգնամ ու կսկսեմ կոշտ վարչարություն իրականացնելը։ Նախ կգնամ հարկային քաղաքականություն իրագործողին, ֆինանսների նախարարության առջև խնդիրներ կդնեմ, կասեմ վարչարություն իրագործելու համար ինձ պետք է այս գործիքակազմը եւ սա։ Կգնամ կասեմ, գիտես, այն այլընտրանքային համակարգերը, որ մենք բան ենք անում, որ չենք ուզում դա դիտվի արտոնյալ, եկեք գնանք դրա դույլքաչափերը բարձրացնենք, գնանք բերենք սահմանափակենք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինելու եւ շրջանառության հարկի դաշտում գործողների հնարավորությունները, որպեսզի ես կարողանամ շատ հարկ հավաքել։ Այսինքն վերջին փոփոխությունները, եթե վերջից գանք, միայն ֆիսկալ նպատակ։ Հետևաբար ունենք կամ չունենք տնտեսական քաղաքականություն, կամ ունենք տնտեսական քաղաքականություն, որը հունական դիցաբանության նման է, այսինքն ոչ մեկ չգիտի ինքը կա թե չկա, կա հարկաբյուջետային քաղաքականություն, որը իր ֆիսկալ կանոնների մեջ է կաղապարված, եւ ունենք հարկային քաղաքականություն, որը միայն ֆիսկալ նպատակներ է հետապնդում։ Եվ հետեւաբար հարկային վարչարություն իրականացնող մարմինը պետք է գնա ՓՄԶ-ին էլ նեղացնի, խոշորին էլ նեղացնի, միջինին էլ նեղացնի, ոչ մի այսպես ասած փոխհարաբերությունների առումով ինքը չի կարողանալու որոշակիություն կամ հասցեականություն ապահովել, որտեղ իր խնդիրը կոնկրետ ծրագրային ցուցանիշ ապահովել։ Ես հունիս այս ձեր ասացին ոնց որ լրացնեմ ու փորձենք այս կտորը տեսնենք ճիշտ ենք կարողանում ամփոփել թե չէ։ Հունիս ամսին տենց էլի հերթական հանդիպում կար, հաշվել է 18-ի հունիսից մինչև 18-ի հունիս 140-ից ավել հարկային օրենսգրքի փոփոխություն եղել ու հիմա էլ լինում է, վստահ եմ ես քաղաքական օրակարգերից առաջ էլի ինչ որ փոփոխություններ կլինեն, որոնց մեջ նույնիսկ քաղաքական բաների խոստումների եւ պոպուլյար։ Այո։ Բայց ես դրա վառ օրինակը ձեր ասացի, էլի որ տենց ավելի պարզ լեզվով ասեմ, ստացվում է որ հարկային ասմայից դուր ավելի շատ գործիքներ ավելի արագ հարկ հավաքելու եւ սխալներ բռնելու համար, հա, բայց այս կողմը էլի չենք բալանսավորում, որ ասենք ժողովուրդ թող աճեն։ Ինչի եմ սա ասում, որտեվ մենք անընդհատ անդրադառնում ենք դրան, որ մենք ունենք ՓՄԶ զարգացման ռազմավարություն, օրինակ հենց այդ ձեր ասած տնտեսական էլի ինքը քաղաքականության մի կտոր է, որը ուղղված է փոքր ու միջին բիզնեսի, երբ որ պետությունը ասում է ես ուզում եմ այսպիսի ՓՄԶ։ Չեմ մտնում այդ դաշտ, լավն է, վատն է, բայց ունենք 20-24 թվերի, որը էլի իր կատարողականը չասեմ ինչ վիճակում էր ու ավարտվեց դա ու սկսվեց մշակվել դեռևս անցած տարվանից, գիտեմ այդ փորձագիտական համայնքը միջազգային կառույցներն էին աջակցում եւ այլն, մարտ ապրիլ ամսվանից այդ նախագիծը կախվեց, մեզ ուղարկվեց էլի կարծիքների ու մինչև հիմա չի ընդունվել, այսինքն նույն փոքր ու միջին բիզնեսն էլ այս պահին չգիտի տնտեսությունը, այսինքն փաստաթուղթ չկա որ կարդա, իմանա, նո բնական է ինքը ամեն ՓՄԶ չի կարդա, այսինքն նկատի ունեմ որ հասկանանք երկրի ուղղությունը փոքր ու միջին բիզնեսի զարգացման տեսլականը որն է հաջորդող 1 կամ 2 կամ լավ 5 տարվա համար ու հետեւաբար ստացվում է այո ձեր ասածը որ հարկային մարմինները առանձին իրենց ոնց որ ասած առաջադրանքն ու գործն են անում փորձում են իրենց համար հեշտացնել մյուսները իրենց ու ստեղ էլի գալիս է այդ բալանսի հարցը էլի ի վերջո մենք ինչպիսի տնտեսություն ենք ուզում հիմա գալիս եմ ես վերջերս որ դուք անդրադարձել եք 26 թվականի բյուջեի նախագծի ուղերձում
դուք օրինակ որպես մասնագետ տեսել եք հիմա ինչպիսի տնտեսություն ենք ունենալու մյուս տարվանից ու հետո անդրադարձ կանենք նաև հենց այդ այլընտրանքային հարկման ռեժիմը, որը ամենաէմոցիոնալն է մեր փոքր ու միջին բիզնեսի համար։ Գիտեք, բյուջետային ուղերձները, ընդհանրապես որ նայենք վերջի տարիների, ինքը խոսում է արտահանելի տնտեսություն ունենալու անհրաժեշտության մասին, գիտելիքը հեն տնտեսության մասին, ներառականության մասին, այսինքն դրանք գեղեցիկ բառեր եթե դնենք մի կողմ։ Չէ, ուրեմն ասեմ, դրանք իրականում անհրաժեշտություններ են, բայց դրանք դեկլարատիվ բնույթ են կրում, այսինքն դրանք ցանկություններ են եւ կարծում եմ, որ այդ փաստաթղթերը կազմող մեր գործընկերները բավականին մասնագիտական կարողություն ունեն, իրենք հասկանում են թե ինչա պետք, այստեղ կամքն է կարևորը։ Այսինքն կամքը ու հետո գործողությունների ծրագիրն ու հետևողականությունը։ Ծրագիրը։ Հիմա դուք ասիք ՓՄԶ կար ռազմավարություն, որը լավն էր, վատն էր, բայց ոչ հաստատվեց, ոչ էլ իրագործվեց կամ իրագործվեց այլ ճանապարհով գնաց։ Եթե մենք խոսում ենք ՓՄԶ-ի օրինակ ռազմավարական զարգացման տեսլականների մասին կամ ռազմավարության մասին, մենք պետք է մի քայլ հետ գնանք, իրականում նստենք խոսենք, թե մենք ինչպիսի տնտեսություն ենք պատկերացնում։ Եթե մենք չխոսենք սրա մասին, իսկ սրա մասին խոսք չկա, այդ գիտելիքա հեն, ներառական, արտահանելի, դրանց մասին պետք է խոսալ ոչ թե խոսելու համար, այլ ինչա պետք է գնահատակալ տալ։ Նախ պետք է հասկանալ փոքր երկրի կոնցեպտը, այդ հայեցակարգի վերաբերյալ նստել խոսել։ Փոքր երկրները ինչպես են գոյատևում։ Տնտեսապես, քաղաքական առումով Քավլիցի մոտորապես պատկերացնելի է, որ ինքը պետքա ճիշտ դաշինքներ եւ ունենա ուժ եւ ճիշտ դաշինքներով կազմի իր անվտանգային հարցերը։ Դա դնենք մի կողմ։ Տնտեսության առումով ինչա ուզում փոքր պետությունը կամ փոքր տնտեսությունը։ Այստեղ կան անցած ճանապարհներ, կան հայեցակարգեր, որոնք պետք է դնել ու քննարկել։ Քննարկման արդյունքներով։ Բայց շեշտադրումներ դնել, ասենք տնտեսական ինքնաբավություն։ Այո, հենց դրա մասն է։ Գյուղատնտեսությունը ինչպեսին պետք է լինի, ինչպես ենք պատկերացնում, արդյունաբերությունը ինչ պետք է լինի։ Արտահանելի ասելով ինչ ենք հասկանում։ Արտահանելի ասելով որոնք են էլիտար ապրանքները եւ ծառայությունները, որ պետք է թողարկենք եւ արտահանենք։ Այս ներքին սպառման կամ համախառն սպառման մոդելի տնտեսությունը ինչպես պետքա բանանենք, տրանսֆորմացիա անենք արտահանելի, ինչպես պետքա ամբողջ երկիրը արդյունաբերական տնտեսական գոտիներով պատենք, ինչպես պետքա այդտեղ արտոնյալ հարկային համակարգեր կիրառենք, ինչպես պետքա էներգակիրները վերցնենք էներգետիկ համակարգին ինտեգրենք, ինչպես պետքա Սփյուռքի հետ խոսենք, այդ Սփյուռքի մեր կարողություններն են, այսինքն սրանք հարցեր են, որոնք որ պետքա լուծել։ Կոնկրետ պետքա լուծել ու երբ որ մենք կտեսնենք, որ մենք պատկերացնում ենք մեր անելիքները, ընդ որում այդ անելիքները պետքա իմանանք մեր կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով եւ միշտ այս սրան պետք է չհակադրենք քաղաքական կոնյունկտուրան։ Այսինքն այնպիսի սահմանափակում, որ եկեք այնպիսի բան անենք, որ կարճաժամկետ էֆեկտ ունենա, որտեղ մենք վերարտադրվելու խնդիր ունենք։ Չէ, սա չպիտի դնել։ Այստեղ էլի ձեզ լրացնեմ, բայց եթե համաձայնեք այդ քաղաքական կոնյունկտուրային, չնայած մեր հաղորդումը տենց փորձում ենք մենք մասնագիտական դաշտում անենք, բայց նույն այդ տնտեսական քաղաքականությունների ժամանակ երբեմն հայտարարությունների առնվազն մակարդակով դու տեսնում ես, որ օրինակ քաղաքական այս կամ այն բևեռին հակադրվելու մասով տեսնում ես, որ այդ տնտեսական քաղաքականության մեջ կամ վատ որոշում կայացնեն, որ հակադրվեն այս ինքնատնա միջազգային քաղաքական ինչ-որ որը անընդունելի է, էլի, որ ասում է դու քո տան եկամուտը ոնց որ բանանես, ինչա թե հարևանի ճանապարհով ես գնալու կամ եսի ինչ ես անում։ Հիմա եթե վերադառնանք, ներողություն, հիմա եթե վերադառնանք, եթե մենք նստեցինք պատկերացրեցինք մեր անելիքները, առաջիկա 3 տարում ինչ ենք անելու, առաջիկա 7 տարվա մեջ ինչ ենք անելու, առաջիկա 15 տարվա մեջ ինչ ենք անելու, ու դրանք պետքա շղթայական իրենց արդյունքային ամեն տարվա չափելի ազդեցություններով հանրությանը գանք ու ցույց տանք ինչ պետք է անենք, այդտեղ կարելի արդեն գծել ովքեր են տնտեսական միավորներ ու տնտեսական դերակատարները։ Պետությունը ունի երկակի նշանակություն։ 1. Տնտեսական դաշտի իրավակարգավորման պարտականություն ունի։ Այսինքն տնտեսական մրցակցություն, ազատություններ եւ այլն, եւ ինքը նաեւ տնտեսության մասնակից է, որտեղ ինքը իր պետական գնման համակարգը նաեւ տնտեսության այդ process-ներին էլ է մասնակցում։ Պետության դերը հասկացանք։ Տնային տնտեսությունների եւ մյուս միավորների տնտեսական դերակատարների դերն էլ հասկացանք։ Ստեղա որ արդեն մենք կարող ենք պատկերացնել, թե
այս տնտեսական քաղաքականության պայմաններում մենք ինչպիսի ՓՄԶ ենք պատկերացնում։ Ով է ՓՄԶ-ն։ ՓՄԶ-ն ինքը ավելի շատ բարուր երեխայի նման պետքա լինի։ Դու իրեն պետք է չնայես որպես լիարժեք այնպիսի տնտեսական միավոր, որից որ քո պահանջատիրական նկրտումները տնտեսական հարկահավաքագրման նույնն են, ինչ որ միջին կամ խոշորի կայացածի։ Հետևաբար իրեն դու պետքա, օրինակ արդյունաբերական գոտիների մասին խոսեցինք, արդյունաբերական գոտու ներսում ենթակապալով ինկուբատորի բանով, տրամաբանությամբ ինքը պետք է զարգանա։ Ինքը պետք է զարգանա համալրի միջին ու խոշորի դաշտով։ Փոքր ու միջին ձեռնարկատիրության, ՓՄԶ-ների կամ ՓՄԿ-ների, կազմակերպությունների կամ ձեռնարկությունների այդ համայնքը ինքը ակնհայտորեն եւ միշտ պետքա լինի ամենամեծը, ու ինքը պետքա լինի զարգացողը, ինքը պիտի լինի գաղափարական առումով այն դարբնոցը, որտեղ որ կռվում է եւ ստեղծվում է միջին եւ խոշոր բիզնեսը։ Իրեն պետքա դու այդ աչքով նայես։ Բայց իրեն այդ աչքով նայելուց առաջ պետքա գնաս այն մեծ աշխատանքը կատարես։ Համաձայն եմ, այսինքն մենք պետքա ունենանք այն մեր տեսլականը, ինչպիսի երկիր ենք ուզում, ու այստեղ բանը անենք համաձայնեք երևի թե մենք միշտ որ խոսում ենք ՓՄԶ-ի, տենց մեկ-մեկ փոքր ու միջին բիզնեսի ժողովրդին, տենց ես հասկանում եմ հարկային այդ ձեր ասած այդ մեծ քաղաքականության մեջ ինչ որ ածանցյալ մի կտոր է ընդհանրապես էլի։ Օբյեկտիվորեն։ Եկեք մի այդտեղ ռեպլիկի կարգով ասեմ, դուք շարունակեք։ Հարկայինը պետական եկամուտների կոմիտեն ինչ որտեղ նաև ֆինանսների նախարարությունը որպես հարկային քաղաքականություն իրագործող իրենց աշխատանքն են անում։ Գիտեք ինչի, որովհետև իրենց ուղղություն ցոց տվող չկա։ Չէ, հետո հակադրվող, բալանսավորող, գոտից հետ քաշող։ Ինքը չկա այն հիմնական տնտեսական բանը, այսպես ասած, ուղենիշ թելադրողը, որ գիտես սրան պետք է հարկես, սրան չպետք է հարկես, սա պետք է էս ունենա, սա պետք է այն ունենա, տնտեսության կառուցվածքը ես այսպես եմ տեսնում, գնա քո հարկային համակարգը համապատասխանեցրու իմ տեսիլքին։ Քանի դու դեռ չես համապատասխանեցրել, մարդիկ իրենց գործն են, հասկացա։ Այսինքն չկա տեսիլքը, կան մարդիկ, բայց այստեղ նաև ուզում եմ այդպես ասած այդ բալանսավորող ոչ թե միայն էկոնոմիկայի նախարարությանը բերեմ, դուք նաև պետական համակարգի էլի ներսից գիտեք։ Օրինակ ես անդադ ասում եմ, որ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն էլ ստեղ անելիք ունի փոքր ու միջին բիզնեսի զարգացման, տարածքային զարգացման նախարարությունը, որը էլի ինքներդ տեսնում եք, էլի Երևանից ինչքան հեռվանում ես, այնքան ոնց որ կյանքը գնալով մեռնում է, էլի, այսինքն եւ տնտեսական ակտիվությունը եւ ամեն ինչը։ Ու տեղ անընդհատ այդ օրինակը որ բերում եմ, ասենք եթե մենք ինչ որ դպրոցաշինություն, մանկապարտեզներ եւ այլն որ անում ենք մարզերում, շատ լավ է, բայց երբ որ դա դատարկ է այդ շինությունը, ստացվում է որ պետք է հասկանանք դրա արդյունավետությունը։ Իսկ մարզային ու այ համայնքների բնակեցման լավագույն մոդելը էլի աշխարհում դա տեղ տնտեսություն, փոքր ու միջին բիզնես, որոնք ասածս այնա, որ այն մյուս նախարարություններն էլ ստեղ անելիք ունեն, որ երկար ժամանակ չի արվում, այսինքն չենք բալանսավորում։ Ու հարկային էլի կրկնվեմ, այդտեղ ձեր խոսքում էլ ասիք, որ դա ընդհանրապես մի կտորն է այդ մեծ տնտեսականի, բայց ցավոք սրտի պարոնան ամենաէմոցիոնալն է, ասենք ես այդ նույնը մի քանի ամիս առաջ, որ շրջանառության հարկի փոփոխությունների արդյունքում փոքր բիզնեսի ներկայացուցիչները դուրս եկան փողոց, բողոքեցին, գրավոր դիմեցին եւ այլն, բայց կարելի ասել չլսվեց իրանց ձայնը, բնականա դա իր ազդեցությունը կունենա եւ քաղաքական գնահատականներով եւ բնականա հարկերի հավաքագրման այդ մարդիկ չգիտեք են հարկային բեռ եթե անկրելի է, այսինքն իրանք փորձում են այլ ճանապարհներ գտնել։ Երկրորդ համայնքը եղավ այդ հաշվապահներ, իրավաբաններ, որ էլի բոլորին տենց շուտ կոպիտ ասցենք վերջ դուք ահա վճարող եք եւ այլն։ Էլի դուրս եկան ասցին խնդիր ունենք, տենց բան եղավ։ Այս սրանք այն օրինակներն են, որոնք առանց խորը ազդեցության գնահատումների է այդ որոշումները ընդունվում։ Ու իմ համար ամենացավալին է, որ դա ասենք 1000-2000 տնտեսվարողի մասին չի խոսքը։ Նույն այդ շրջարկը 50,000-ից ավել տնտեսավարողի մասին է խոսքը, ու այստեղ զուտ էլի հարկայինը չի, էլի, այսինքն այստեղ պետք է նայենք ինչ ենք ուզում անենք ու ցավոք սրտի այդ։ Հիմա որ վերադառնանք 26-ի ուղերձում, ըստ ձեզ կշարունակվի այս քաղաքականությունը, չնայած ուղերձում կարող է տենց մանրամասն չի ներկայացվում, բայց ես նաև Ֆիննախի հետ տարբեր այդ հասարակական խորհուրդների աշխատանքային հանդիպումներում հասկանում եմ, որ
այժմյան կառավարությունը նպատակադրված է ընդհանրապես այս այլընտրանքային հարկման ռեժիմները դուրս բերել, հիմքում ինչ են դրել հիմնավորումը չեմ ուզում անդրադառնալ, այդ մի հատ առանձին հաղորդման թեմա է, բայց այսինքն մոտեցումն է, որ փոքր ու միջին բիզնեսը չի ունենալու այլընտրանքային հարկման ռեժիմ, այլ լինելու է միայն այդ միկրոձեռնարկատիրության ռեժիմը, որ էլի դեֆորմացվում է։ Դուք կհիշեք այդ ժամանակ էլ մենք էլի այսպես ասած աշխատանքային թե նախորդ կառավարության ժամանակ այն ժամանակ այդ 14 թվականին բանը ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու, որ լրիվ ուրիշ կոնցեպտ էր ընտանիք, սոցիալական զբաղվածություն եւ այլն, որը շատ լավ ընդունվեց, հետո դեֆորմացվեց այս միկրոյին։ Հիմա ստացվում է, որ ու անընդհատ դրա մասին խոսում ենք, որ սա այլընտրանքային հարկման ռեժիմ է, ոչ թե արտոնյալ, որովհետեւ արտոնյալը ես կհասկանամ այդ ձեր բերած օրինակում, որ առանձին արդյունաբերական գոտի է անում 5 տարով տալիս է, ինչ որ ուրիշ չափորոշիչներով է։ Բայց այս դեպքում սա ասում ենք փոքր բիզնես, քո խաղի կանոնները ուրիշ է։ Քեզ բարձ վարչարություն, քեզ բարձ բան եւ այլն։ Հիմա գնում ենք դրան, ինչ կանխատեսումներ կունենաք։ Նախ համաձայն եք, չէ՞ որ գնում ենք դրան, իսկ ես ինչքան լսել եմ իրանց նաեւ կաբինետային քննարկումների, նաև նպատակ կար ֆիննախ ասում էր հիմա ընդհանուր հարկային օրենսգիրքը փոխենք, դենց նույնիսկ մենք ասենք համբերը կոնե ընտրություններից հետո փոխեք կամ տեսնենք ինչ քաղաքական թիմ է լինում նոր փոխեք։ Հարկային օրենսդրությունը արմատական փոփոխման կարիք ունի։ Բայց դա ոչ թե պետք է արվի հիմա, այսինքն հենց հիմա նստելու փոխել, այլ պետք է փոփոխվի հենց տնտեսական նոր քաղաքականությունից բխեցնելու արդյունքում։ Այո, այն տրամագծորեն պետք է փոխվի։ Ես դեմ չեմ, որ շրջանառության հարկը օրինակ վերանա, բայց երբ։ Այս ժամանակավրեպության հարցը պետք է քննարկել։ Օրինակ, եկեք մտածենք, ու այդպիսի պլաններ օրինակ կարելի է բան անել եւ հիմնավորումներ, որ ավելացված արժեքներ չպետք լինի։ Նա ինքը պետք է փոխարինվի, ենթադրենք վաճառքի հարկով, 5-6% վաճառքի հարկով։ Եկեք խոսենք օրինակ շահութահարկի բանի հաստատուն դրույքաչափից անցում կատարելու մասին դեպի բան պրոգրեսիվ հարկման համակարգեր։ Ինքը բացի նրանից, որ հարկաբյուջետային քաղաքականության առումով բանը ստաբիլիզատորի ֆունկցիա է անում, այսինքն ինքը ժամանակային առումով ինքը ստաբիլիզացիա է ենթարկում առանց էական իրավական փոփոխությունների, ինքը նաև սոցիալական բևեռացման հարց է լուծում։ Հիմա եթե պատկերացնենք տնտեսական համակարգը դիզայն են կարել ըստ դրա գծում ենք նոր հարկային համակարգ, որտեղ որ կա միկրոձեռնարկատիրության դաշտ, ընտեղ հենց ինկուբատորային սկզբունքի համար է, եւ կա օրինակ հարկման ընդհանուր դաշտ առանց շրջանառության հարկի, որտեղ չկա ավելացված արժեքի հարկ եւ կա շահութահարկի օրինակ պրոգրեսիվ հարկման բան։ Եթե հարցը ինչի թե արտոնյալ ռեժիմներ լինեն, թե չլինեն, հարցը նրանում է թե ինչպիսի հարկային բեռ ենք պատկերացնում ՓՄԶ-ի համար։ Իսկ որ ՓՄԶ-ն պետք է ունենա շատ փոքր հարկային բեռ, որտեղ ինքը ֆիսկալ նպատակ չպետք է հետապնդես ՓՄԶ-ի հետ։ Ինքը ինկուբատոր է, ինքը ճակատավոր ինքը դարբնոց է, իրան դու պետք է նայես այդ աչքով։ Հետևաբար հարկային բեռ պետք է ինքը շատ քիչ լինի, վարչարությունը պետք է լինի շատ պարզ եւ վարչարությունը պետք է լինի այնքան հեռավար շատ դեպքերում, որտեղ որ անմիջապես պետական վարչարարական համակարգի ներկայությունը նույնիսկ չզգացվի։ Իհարկե դու պետք է թվայնացնես քո վարչարարական համակարգերը, թվայնացումները պետք է շատ բան անես, ընդլայնես եւ այլն, նորարարություն կիրառես, թվայնացնես ամբողջ համակարգը, կիբերանվտանգության հարցերը լուծես եւ ամենակարևորը դու պետք է իմանաս, որ այո, Հայաստանը չի սահմանափակվում Երևանով։ Հետևաբար, երբ որ դու տարածքային համաչափ զարգացման ծրագրեր ես իրականացնում, նույնիսկ այդ հենց օրինակ արդյունաբերական գոտիների զարգացման, որոնք լինում են ոլորտային, աշխարհագրական դիրքից ելնելով տնտեսական նրբություններից, իրագործելիության տեսանկյունից, բարենպաստությունից եւ այլն, գյուղատնտեսությունն է արդյունաբերականացնում եւ այնտեղ ինքնաբավության հարցն է դնում, այսինքն լիքը ծրագրեր կան, որ դու կարող ես իրականացնել։ Այս ձևով, այս առանց ձեր ասածով էլի դուք մի քիչ ավելի բան տարակ, որ այդ ժամանակա հետ գամ իմ հարցին էլի, այսինքն ինքը ժամանակավրեպության հարց կա, որ եթե հիմա պարզապես կանխեմ, գիտեմ մոտորապես ինչ եք ասելու, քանի դեռ
դու այն մեծ պատկերը չես գծել ու դրա հիման վրա չես կարողանում դեռ նոր մոդել առաջարկես, խելամիտ կլինի, որ դու վերականգնես ստատուս քվոն։ Իսկն վերադառնաս այն միջև 25 թվականի հունվարի 1-ի իրավիճակը, որովհետև դու խաղի կանոն ես խախտել։ Դու ասելով ինիկատի ունեմ պետությանը եւ կառավարությանը։ Դու վերջի 5-6 տարիների ընթացքում բյուջետային ուղերձներում ասում ես, որ այլընտրանքային համակարգերը իրենք պետք է իրոք ընկալվեն որպես այլընտրանքային ոչ թե արտոնյալ, հետեւաբար պետք է ինքը հարկային բեռի առումով մոդիկ լինի, բայց ունենա արտոնյալ վիճակ, օրինակ հաշվետվողականության առումով, փաստաթղթավորման առումով եւ այլն։ Բայց դու ուրիշ բան ես անում։ Դու համ հարկային բեռն ես ավելացնում, համ հաշվետվողականության պահանջներն ես մեծացնում, համ վարչարարական առումով սկսում ես ներազդեցության քու լծակները ու գործիքակազմը բանանել։ Հետևաբար ստեղ մի հատ օրինակ բերեմ, բոլորին վերջերս պետնախագահի հասարակական խորհրդում այդ հանդիպումներ հենց այդ դրոշմապիտակների հետ կապված, ես էլի պեկի դաշտ չեմ մտնում ճիշտ են անում թե չէ, ոնց որ դուք ասիք իրանց գործն են անում էլ, բայց օրինակ այդ դրոշմապիտակների հետագծելիությանը չափազանց տենց բան հետևողականություն է էլի, այդ արդեն հետագծելիություն չի, խոսքը գնում է նրա մասին, որ A ընկերությունը B ընկերությունից օրինակ դրոշմապիտակարված ջուր առնում, օրինակ նույն հանրային սնունդը, հա, ու մեկ էլ ասում է դե որ առել ես վերջում սպառելուց առաջ այդ դրոշմապիտակները հատ մարում տուր, մինչև հունվար կլուծենք այդ զրան, ասում ես ժողովուրդ իմաստը ո՞րն է։ Տեսնում եք, չէ, ձեր ասած էլեկտրոնային համակարգով վարկյանների ճշտությամբ A ընկերությունը վաճառեց B ընկերությանը։ Այսինքն այդտեղ հարկի թաքցնում այլևս չկա, չէ։ Այնտեղ ասում են կեղծում են դրոշմապիտակը, լավ, բա ինձնից ինչ ես ուզում, էլի։ Այսինքն ու մյուս կարևոր բանը այդ ձեր ասածի մեջ, որ խախտել են բանը ոնց ասիկ ստատուս քվոն, հա, ՓՄԶ-ի նկատմամբ, ստեղ էլի ուզում եմ բերեմ մյուս կարևոր բաները, որ ՓՄԶ-ի աջակցության կենտրոնները արդեն 3-4 տարի է փակ է, այսինքն էլի նույն զարգացած երկրներում նայում եք, ընդ չկա որ օրինակ Գերմանիա զարգացել է ուսո, էլ բան չունենք ՓՄԶ-ի զարգացման գործակալություն, չէ, անընդհատ process է, գիտեք, ծնվում են, բացվում են, զարգանում են, փակվում են, այսինքն մեր մոտ չկա այդ մարզային բաները, կամ նույն հարկային քաղաքականությունը մշակել այնպես, որ օրինակ չգիտեմ, Ամիրյան փողոցի խանութն էլ նույն հարկային ռեժիմով հարկ վճարի, Սոտք համայնքի խանութն էլ, էլի, այսինքն ստեղ այդ ձեր ասած բաները ու մեր անդադ որ ասում ենք, էլի, տարանջատումները, մտածված բաները, որոնք ազդում են իրականում փոքր բիզնեսի վրա ու իրանք իրանց վրա այդ ամենօրյա ռեժիմով ու շատ կարևոր է այդ հարկային բեռ ասածը ձեր համար դա նորություն չի, բայց ասենք շատ դեպքերում կներեք էլի պետական հատվածի ներկայացուցիչների այդ թվում ազգային ժողովի падգամավորների, որ ասում ենք հարկային բեռը զուտես 3% 4%-ը չի։ Հաշվեք այդ ՓՄԶ-ի վրա ինչքան է նստում, որ ինքը այդ ձեր ուզած օրինակ հիմա սահմանել եք 10% հանած նվազեցումներ, այդ դրա համար ինքը լրացուցիչ քանի մարժամ հաշվապահ ավել առնելու, քանի ինչքան այսինքն հարկային բեռ ասածը, նաև դա պետք է հաշվեք, որ ինքը ինչքան ռեսուրս է ծախսելու, որ ձեր թվացial ավելի ցածր հարկային դրույքը ստանա։ Այն ժամանակ ավելի պարզ էր, չէ՞, շրջանություն անգամ տոկոս 4 դասանի մաթեմատիկա էր անում ինքը, երբեմն ինքնուրույն, հա, ու բաներ անում, հարկը կարողանում էր հաշվել։ Հիմա ինքը չի կարողանում դա անել, որովհետև սկսած նրանից սա ծախսա թե ծախս չի, այս ֆակտուրան սենց ստորագրե ծախսա թե ծախս չի, այսինքն սենց մոտեցումը։ Այսինքն հարկային բեռ տենց պետք է հաշվենք, էլի։ Այդտեղ թուրք կարծիք կա հարկային բեռի գնահատման, ոչ մեկ հաշվի չի առնում, որ հարկային բեռ ասածը կա մակրո մակարդակում եւ միկրո մակարդակում։ Մակրո մակարդակում հարկային բեռը բարձա որ հավաքագրված հարկեր հնա հարաբերակցությունն է, որը օրինակ 26 թվականի բյուջեում նաև կանխատեսել են բյուջետային ուղերձում, որ միջև առաջիկա միջև 30 թիվը պետք է միջև 26%-ի ձգտեն ու հասնեն։ Շատ լավ է 26%-ը, մակրո մակարդակում 26%-ը վատ չէ, նշանակում է որ հարկերի ամբողջ հավաքագրված հարկերի 26%-ը բաշխում եւ վերաբաշխում է տնտեսության տարբեր ճյուղեր, այդ վատ չի։ Բայց ով ասեց որ պետք է 26, ով է հաշվարկել այդ 26-ը, կամ այսօրվա 24-ը կամ 23.5-ը։ Դա գիտեք այդ հարկային բեռի հաշվելու եւ այդ հարկային բեռի օպտիմալ հարկային բեռի հաշվարկման կա մեթոդաբանություններ ամբողջ աշխարհում, մեկ դա կիրառում են, էլի։ Եվ միկրո մակարդակում հարկային բեռը արդեն դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Օրինակ այս ոլորտում հարկային բեռը ենթադրենք, ասենք 15%-ը, դա լավ է թե վատ։ Այս ոլորտում հարկային բեռը սա, այն ոլորտում հարկային բեռը նա։ Այո, եւ ձեր գնահատմամբ, այո, միկրո մակարդակում հարկային բեռը մենակ վճարված հարկերը չեն։ Նաեւ այդ հարկերի հետ կապված այն լրացուցիչ ծախսերն են, որ ինքը կատարում է։ Հետեւաբար
պետության վարչարարությունը օրենսդրությամբ իմ վրա սահմանադրությամբ իմ սահմանադրական պարտականությունը կատարելու համար իմ ծախսը ինչքանով է ճիշտ հաշվարկված, այդ ծախսը ինչքանով է օպտիմալ, ով է հաշվարկել, ինչու է այդպես հաշվարկել, այդ կապը չկա, հասկանում եք, հարկային բեռը ընդունված է, որ դե գիտեք, ամեն տարվա բյուջեի հետ կապված 0.3-ից 0.6% բանը աճը հարկային բեռի, դա համարվում է նորմալ։ Հաջորդ տարի մենք կունենանք 0.5%, այսօր ենթադրենք 24.5-ը, հաջորդ տարի կլինի 25.1 կամ 25 եսի ինչ։ Սա այսպիսի մոտեցումներ իրանք մակրո դատողությունների մակարդակում ընդունելի են, բայց երբ որ դրա թվային շարքերն ուզում ես կառուցել եւ տարիների ընթացքում դրա ճշգրտությունը ուզես որոշես, դրանից առաջ էլ պետքա որոշակի աշխատանքներ կատարես։ Այսինքն, էկոնոմետրիկայի կանոններով դնես հաշվարկես այդ թվային շարքը, որ դու ստացել ես, ինչ ցուցանիշների հիման վրա ես հաշվարկել։ Հարկային բեռի ել եմ ասում, օպտիմալությունը ամբողջ աշխարհով, գիտեք ինչի վրա, ամենաօպտիմալ հարկային բեռը այն է, թե օրինակ այդ հարկը, որ դու հավաքագրում ես, ինչքան ես տանում բանից, հարկ վճարողից։ Պետք է այնքան տանես, որ հարկ վճարողի ու պետության կողմից միաժամանակ ներդրումային գործունեությունը, նոր հիմնական միջոց կառուցելը, նոր կապիտալ ծախս կատարելը լինի ամենաառավելագույնը։ Պատկերացնում եք։ Ես պատկերացրեցի ու հիմա պատկերացնում եմ, այդ որ մենք միշտ ասում ենք ինչու ազդեցության գնահատում չեք անում, ասենք հիմա օրինակ այդ ձեր ասած բանը, վարժությունը, հա, դրանը տենց տնեմ, ասենք ինքը իրականում լրիվ ուրիշ բան ցույց կտա։ Դուք համաձայն եք, չէ՞ որ մասնավոր հատվածում ներդրումները ավելի արդյունավետ են, քան պետական հատվածում։ Դա այդպես Հայաստանի ինչի բնորոշ ամբողջ աշխարհ։ Կարող է ծավալային առումով եւ ընդհանրապես ասենք ռազմավարական տեսանկյունից պետության կապիտալ ծախսը, որ ինքը պետք է անի, շատ ընդեղ ոչ թե շահութ հետապնդելու նպատակ լինի, այլ հանրային շահը լինի, որը օրինակ կամուրջ կառուցեմ, թե ամբարտակ կառուցեմ, թե ռազմական շինություններ ամբողջ սահմանով մեկ կառուցեմ, չէ՞, այդ որոշումների կայացման առումով այդտեղ թվաբանական բաների ցուցանիշների նաև պետքա ռազմավարական որոշակի ցուցանիշներ կամ մոտեցումներ վերցնես, բայց մնացած այլ հավասար պայմաններում դու պետքա բավարար չափի թողես կազմակերպությանը, որ ինքը օպտիմալ ներդրումներ կատարի եւ դու տանես այնքան, որ դու եւս ներդրումներ կատարես։ Այդ օպտիմալ չափը ո՞րն է։ Դա պետքա հաշվարկվի ու դրա հաշվարկման էկոնոմետրիկ կանոններ կան ու դվանաձևեր։ Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է ավարտին, բան ես ասում եմ էլի շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք, ասում եմ ձեզանից խոստում կորզելով, որ տարվա վերջին էլ մի հատ հանդիպենք ամփոփելով էլի տվյալները, բայց էլի վերադառնալով սպասելիքներին, էլի որպես փորձառու մասնագետ ինչ կանխատեսումներ ունեք, այդ որ հարցրեցի էլի, ասենք ճիշտ այդ բյուջեի ուղերձը տենց բոլոր հարցերին չի պատասխանում, բայց նաև հաշվի առնելով մինչ այժմ եղած քաղաքական հաղորդման ընթացքում էլ մի քանի օրինակներ բերեցինք, այսինքն հենց մեր փոքր ու միջին բիզնեսի ինչ կանխատեսումներ ունեք, եթե նման ձևով շարունակվի քաղաքականությունների մշակումն ու կիրարկումը էլի, ասենք 26 թվականին ինչ կլինի եւ այլն։ Ես կարծում եմ, որ կառավարությունը, ֆինանսների նախարարությունը, կարելի ասել, որովհետև ինքը հետևողականորեն վերջի 5-6 տարիներին, եթե վերցնենք ուղերձները նայենք, այլընտրանքային համակարգերի մասին միշտ ունի իր մտադրությունները։ Եվ այդ այլընտրանքային համակարգերի վերացման հետ կապված ունի հստակ այդպիսի մտադրություն։ Չթաքցնեմ, ես էլ որպես մասնագետ, ես էլ այլընտրանքային համակարգերով այդքան ողջավորված չեմ, որտեղ ինքը աղճատված պատկեր է։ Եվ ունեցել ենք այդպիսի վեճ, բայց ես հիմա որոշակիորեն ճշգրտել եմ իմ մոտեցումը։ Այո, այլընտրանքային համակարգը այդքան էլ լավ բան չի, բայց կարևոր չի, ավելի կարևոր է, թե դու ինչ ես առաջարկում։ Եթե դու համընդհանուր առումով չես ուզում որ քո հաշվառման համակարգերը, հաշվետվողականության, ֆինանսական հաշվառման համակարգերը միկրո, միջին, խոշոր տրամաբանական կապերը պահպանվեն, բայց միաժամանակ նաև առաջարկես պարզ եւ մատչելի եւ ցածր հարկային բեռ, ուզում ես ունեցի այլընտրանքային համակարգեր, ուզում ես մի ունեցի, կարևորը թե դու ինչպես ես դիզայն անում քո հարկային համակարգը։ Ցավոք սրտի, այստեղ որևէ, այսպես ասած, լավ նորություն չունեմ ՓՄԶ-ի մեր հայրենակիցներին, համար ոնց որ թե տենդենսը միտումը այնպեսին է, որ գնում են վերացման այլընտրանքային համակարգերը առանց փոխարենը ինչ որ մի լավ հարկային բեռ կամ ընդունելի հարկային բեռ, եթե դրանք լիներ, օրինակ ես այդ անդադ բերում եմ,
ԱՄՆ-ի մեջ sales tax ասածը կա, չէ՞ էլի որ քիչ վարչությունն է հենց շրջան, բայց էլի ոլորտային պետք է նայել բան անել։ Դե օրինակ համարեք, որ մենք այսօրվա զրույցում եթե ապագայում ենթադրենք որոշումների կայացման հնարավորություններ մենք ունենանք, այո, մենք պետքա մտածենք ավելացված արժիքի արկա աստիճանաբար վերացնելու եւ դան առևտրային հարկով փոխարինելու մասին։ Դա ասում եմ ամենա սիրած բանն է, որ կարողանանք տենց քաղաքական կամք ունենանք, որտեվ ես հասկանում եմ, որ դա եկամուտների կորուստ է ենթադրում։ Այս պահին առյուծի բաժինը էլի ցավոք սրտի ավելացված արժեքի հարկն է, բայց եթե դա տարանջատենք ներմուծված հարկ եւ այլն, ամեն ինչ կգա կընկնի իր տեղը։ Էլի եմ ասում անոնսավորենք եկեք իրար հետ, որ մենք ունենք խիստ անհրաժեշտություն այսօրվա հարկային համակարգը արմատապես փոխելու։ Դա վերաբերում է նաև համատարած եկամուտների հայտարարագրման այսօրվա բանի, նա էլ պետք է արմատապես փոխվի։ Գույքային հարկի հետ կապված ռեֆորմների ժամանակավրեպության հետ կապված ներդրման ժամանակացույցի հետ կապված հարցեր կան, դրանք պետք է արմատապես փոխվեն բոլորը։ Բայց տնային աշխատանք անել տնտեսական զարգացումը նոր դրանից բխի։ Միանշանակ առանց տնտեսության վերաբերյալ քո տեսիլքը, նույնիսկ տեսլական բառը ստեղ չէ, տեսիլքը, երազը, երազանքը գծես հասկանաս որ սա իրագործելի է, նույնիսկ եթե տեսնում ես որ դա իրագործելի է առաջիկա 15-20 տարվա ընթացքում, սկսի հիմա։ Ամեն տարի հաշվետու ձևով հանդես արի հանրության մոտ ու ասա այս տարի սա ենք ունեցել, հաջորդ տարի սա ենք ունենալու, հետո հաշվետվությամբ ներկայացրու արել ես թե չես արել, գնա ճանապարհդ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ պարոն Անանյան, ժամանակ կտակ եկաք, հույս ունեմ մենք էլի առիթ կունենանք տարեվերջյան ամփոփումից հետո մի հատ էլ անդրադարձ անենք ինչ ունենք։ Այսքանն էր այսօրվա հարկեր տուրքեր կրքերը, լավ եղեք կհանդիպենք։